Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Իսպանիայի Սևիլիա քաղաքում կայացած ՄԱԿ-ի զարգացման ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում։ Վերջին տարիներին ի հայտ եկած գլոբալ մարտահրավերներն, ինչպիսիք են COVID-19 համավարակը, կլիմայի փոփոխության աճող ազդեցությունը, աշխարհաքաղաքական լարվածության սրումը, հակամարտությունների ավելացումը, լուրջ բացեր բացահայտեցին Ադիս Աբեբայի գործողությունների օրակարգում, պահանջելով անհապաղ քայլեր միջազգային ֆինանսական համակարգի շարունակական բարեփոխման եւ նոր իրողություններին հարմարվելու ուղղությամբ։ Զարգացման ուղղված պաշտոնական աջակցության նվազումը կործանարար հետևանքներ է ունեցել զարգացող երկրների համար, վտանգելով նրանց ձեռք բերած առաջընթացը, ահազանգել է Խաչատուրյանը։ Հայաստանը դասվում է բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին։ Միևնույն ժամանակ այն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է, որն առերեսվում է բազմաշերտ մարտահրավերների։ Լեռնային Ղարաբաղից հարկադրաբար տեղահանված 115,000 փախստականների հոսք, կլիմայի փոփոխության հետևանքով կրկնվող աղետներ, համաշխարհային շուկաներին եւ արժեթղթային շղթաներին միանալու դժվարություններ։ Սակայն Հայաստանը հարկադրված է սահմանափակ ռեսուրսներն ուղղել իր ավելի քան 13 միլիարդ դոլար կազմող պետական պարտքի սպասարկմանը, ի հաշիվ հումանիտար, կլիմայի փոփոխությունների մեղմացման եւ կայուն զարգացման կարիքների ֆինանսավորման։